Բարի երեկո սիրելի հետևորդներ, նույն օրն է անցած տեսանյութի, որ Կիրակի օր էր, գնացի հանդիպեցի մեր ֆուդբլոգեր Արշալույսին և իր հրաշամանու բալիկին։ Ամբողջ օրվա ընթացքում գործեր արեցի, նույնիսկ քնեցի, քանի որ գիտեք, սովորություն ունեմ, երբ որ մեկին պիտի հանդիպեմ կամ գործ ունեմ ինչ-որ հաջորդ օրվա հետ կապված, ես չեմ կարողանում քնել։ Մինչև գիշերվա կեսը արթուն մնացի, հետո քնաբեր խմեցի, մի կերպ քնեցի, առավոտը այդպես քնա թաթախ վիճակով, վազքով գնացի հանդիպման։ Ապես անանասը շատ լավ է, մարսողությանը նիհարեցնում է, շատ լավ այդպիսի հատկություն ունի, մաշում է։ Ասում են, որ դեռ սովետի ժամանակ Սոֆի Լորենը ամեն երեկո մեկ անանաս է կերել։ Ուրեմն լվացել եմ անանասը, լվալուց հետո արդեն կտրում եմ պոչը, քանի օրեր ուզում էի կտրել, չէր ստացվում։ Հիմա այսօր կտրենք, երևի արդեն շատ էլ հասած կլինի։ Տարբեր անգամ տարբեր եմ, փորձում եմ ձևավորել կտրել անանասը, բայց այսօր ամենապարզ ձևն եմ կտրում։ Կիսում եմ երկու մասի, ժողովուրդ ջան, ամենահեշտ տարբերակը կրպելու եմ։ Եվ ինձ հարմար է այս չափի դանակը, մեծերով փորձում եմ, բայց պիտի ես զգամ էլի այդ գործողությունը, դրա համար ինձ հարմար դանակը սա է և հետո սուր դանակ է։ Ուրեմն կեղևից այսպես կտրում ենք, առանձնացնում։ Հատ նորից մաքրեմ, վերջնական կարգավորեմ, որպեսզի բաներ չմնա։ Այս կողքերից ես այսպես փոսիկներ եմ անում, հեռացնում, կողք ուտում ենք, և մյուս կողքը։ Հեռացնելուց հետո կտրում ենք այսպես շատ սովորական։ Այսօր այդ ձևով եմ կտրում, անգամ տարբեր ձև եմ կտրում, մոտիկից ցույց կտամ կտրվածքի ձևը։ Ահա, այս էլ նույնը անում եմ։ Կողքերից այսպես դուրս է գալիս։ Դե իհարկե տարբեր պետությունների անանասներ կամ համերը տարբեր են, չեմ էլ նայել սա որն էր, պիտակը պոկեցի դեն գցեցի, բայց իրոք համեղ է։ Ահա ժողովուրդ ջան, հիմա մոտիկից սա ձեզ ցույց տամ։ Սա էլ իմ կտրվածքի ձևը ժողովուրդ ջան, նայեք։ Ամենահեշտ տարբերակն է։ Նստեմ, նախաճաշս ցույց տամ, թե այսօր ինչ արտոնություն եմ տվել ինձ, ինչ եմ նախաճաշելու, բլիթներ եմ պատրաստել, ներքա բլիթները շատ համով, շատ թեթև, շատ փափուկ, եռացրած ջրով եմ այս անգամ պատրաստել, իմ մալիքում կան տարբեր բաղադրատոմսեր, ինչպես նաև ես պատրաստում եմ ամեն անգամ տարբեր, երևի թե բոլոր կանայք էլ այդպես են։ Ուրեմն տեսնում եք ինչ նախաճաշ է, որը որ երևի արդեն շատ երկար ժամանակ չէի արել։ Եթե մշտապես հետևում եք, գիտեիք, որ նախկինում ես շաբաթը մեկ անգամ պարտադիր նրբաբլիթ էի պատրաստում և մեկ անգամն էլ փանքեյք, բայց արդեն երևի թե այս սովորությունը վերացրել էի, թե հատուկ ռեժիմի պատճառով, չնայած այն ուտելու եմ կաթնաշորով, կաթնաշոր է ռուսական,
Եվ բալի կորիզահանը արած իհարկե մուրաբայով, շատ չեմ լցնի, պարզապես մի քիչ կավելացնեմ թեթևակի քաղցրություն տալու։ Այսպես, գործեր ունեմ շատ չեն այսօր, մի փոքր գործ ունեմ պիտի տանից դուրս գամ, երևի թե միասին կգնանք չգիտեմ, և հետո արդեն երևա թե ինչ ենք անելու։ Ուրեմն նախաճաշը նրբաբլիթներով մոտիվացիա եմ տալիս, ոչ միայն մսով են, այսով ընդհանրապես չեմ պատրաստում Ֆրանսիայում, միայն որպես դեսերտ, կռեպ են ասում և որպես դեսերտ են իրենք ուտում, որն էլ որ ընդունված է։ Շատ ընտանիքներում հենց կիրակի օրը, երբ որ ամբողջ ընտանիքը հավաքում է, կիրակի առավոտյան իրենք միշտ պատրաստում են կռեպներ։ Ինչ եմ ասում, որ այդպես սպիտակ ալյուրով է պատրաստած և արդեն խմորային բաներ իմ ռեժիմում չկար։ Բայց հիմա համարձակվեցի և արդեն այս համեղ կռեպն եմ վայելում։ Սուրճս դեռևս տաք է, մինչև կհովանա, ես երևի 1-2 կուտեմ և արդեն առանց քաղցրի սուրճս էլ կխմեմ։ Չեմ հասկանում այս գրիպից է ինչ է, այս հատվածս աչքս հետը, աչքիս կեսը նենց հա, չի ասի շատ ուժեղ ծամա առանց դիմանալու, բայց շատ տհաճ է։ Ասում են վիրուս է, ամեն տեղ տարածված է, բայց ես երբեք չի ընկել, շատ երկար տևեց։ Հազիվ արդեն վերացել է հազս, շատ քիչ, ձայնս երբեմն տեսեք առավոտյան կողմը ռնգային է լինում, կամաց օրվա մեջ բացվում է, բայց այս ծակոցը աչքիս ցավը, որ անտանելի է։ Չգիտեմ ինչից է, երևի դա է կանցնի, ասում են աչքերներ են, հուսանք։ Գրեք մեկնաբանություններում, դուք որպես նախաճաշ ինչ եք ուտում և արդյոք նախաճաշում եք թե ոչ։ Սա իմ սովորությունն է, ես դեռ փոքր ժամանակվանից նախաճաշել եմ, մամաս ասում էր, 5 երեխա են եղել, երեխեքիցս մենակ դու էիր շուտ վեր կենում, այն ժամանակ դե թեյ էիր դնում, ասում կարակ մեղր, դե ինչ որ կար տանը, նախաճաշ էիր անում ու գնում դպրոց։ Այն որ ասում ճուտը ձվում նա մաշրանում, երևի հենց էդ էլ է ձև այլ, ամեն երեխա, ամեն մարդ իր փոքրուց իր սովորություններով ծնվում ա ու շարունակում էլի, դա հարցենա, որ ծնողը արդեն որ ուղղությամբ նրան տանի։ Մինչև օրս երբեք առանց նախաճաշելու տանից դուրս չեմ եկել։ Հələ հիշում եմ այն վատ տարիներին, որ դե ջահել ես չես մտածում դիետաների մասին կամ ճիշտ սնվելու, չնայած էլի եմ ասում, ես միշտ ճիշտ եմ սնվել անկախ ինձանից, բայց եթե նախաճաշելու բան էլ չի եղել, այդ վատ տարիներին, եթե անգամ տանը փլավ ա եղել, ես մի քանի քթալ փլավ եմ կերելու, որից հետո նոր սուրճս խմել եմ։ Հետո վազը ոտքով դպրոց։ Համարյա 4 կիլոմետր ոտքով գնացել եմ, հետ գալն է 4 կիլոմետր ամեն օր։ Դե պատկերացրեք, էլ կչաղանայի, իհարկե չէ։ Երբեմն էլ վազքով։ Հիմա այն նույնը։ Պարզապես արդեն տարիքի հետ որոշ բաներ ես հասկանում ու մտածում ես, որ կարելի է նաև առողջ սնվել, որը որ ամեն պետության նշանաբանն է և պայքարում են, որպեսզի մարդիկ
ճիշտ ծնվեն, չհիվանդանան, հենց առողջ ապրելակերպը դրա համար են պրոպագանդվում, որ չհիվանդանան։ Ավելի քիչ ծախս է անում պետությունը, երբ որ մարդ առողջ սննդակարգով է զբաղվում, քան որ հիվանդանում է, եւ տվյալ երկիրը, դե հիմնականում շատ երկրներ բժշկական այդ ապահովագրությունը երկրի վրա է եւ երկիրն է բուժում այդ մարդկանց։ Դրա համար էլ խորհուրդ են տալիս առողջ սնունդ, առողջ ապրելակերպ։ Չգիտեմ, դուք ինչ կարծիք եք, կարող եք ասել, ժողովուրդ ջան։ Հուսով եմ բոլորդ լավ եք։ Ես նույնպես լավ եմ, տեսնում եք ախորժակս տեղը։ Հիմա նախաճաշում եմ, անցնեմ, տեսնեմ ինչ եմ պատրաստելու, որոշել եմ այսօր տավարի լյարդ պատրաստել, դա էլ ամեն անգամ տարբեր տարբերակով եմ պատրաստում։ Այսօր որոշել եմ լավ մի քիչ այսպես մեծ կտորներով կտրել, թաթախել ալյուրի մեջ, տապակել, որից հետո նոր արդեն ավելացնել սոխը, ընդեղ մնացած համեմունքները, լոլիկ չեմ գցելու, այս անգամ տոմատի մածուկով եմ անելու, սովորաբար ես լոլիկով, պղպեղով եմ անում, ունեմ մի քանի տարբերակներ, վլոգներում ցույց տված, առանձինելի, կարծեմ մի տեսանյութում էլ եմ ցույց տվել փոքրիկ։ Շատ կարևոր է տավարի լյարդը, որը բնականաբար մի քանի ջուր այդպես լվանում եմ, քացախի մեջ եմ թողնում այդ սպեցիֆիկ հոտ կորցնելու համար, ինչպես նաև թեթև է հետո ինքուտվում, բնականաբար այդ փառը անպայման հեռացնում եմ։ Այստեղ է լյարդը որակը ուրիշ ձև է իսվում, ավելի փափուկ է, խոշ չէ, չգիտեմ։ Եթե դուք սիրում եք ուտում եք, կարող եք գրել ձեր կարծիքը հլիմանամ, մենակ ես եմ այդպես մտածում, թե ոչ։ Շատ համեղ է։ Կատնաշորն էլ առողջարար է։ Այս ընթացքում բավականին շատ ֆիլմեր եմ դիտում։ Անալի կերպով անց եմ կացում ժամանակս, բացի գիրք կարդալուց։ Ահա ժողովրդան արդեն հողացավ, ցեթով եմ պատրաստել, որ սառը ժամանակ էլ համեղ լինի և արտակարգ համեղ է ստացվում նման տարբերակով, ինչ եմ արել, եթե երևում է, տապակել եմ սկզբում ալյուրով թաթախելուց հետո արևածաղիկի ձեթի մեջ, որից հետո սոխ եմ ավելացրել, հետը հավասար տապակվել է և տոմատով մի փոքր վերջում ջրով բացել եմ, այդպես եփել եմ, որպեսզի շատ լավ եփված լինի, կանաչի, լավ առատ կանաչի եմ ավելացրել, կարճ ասած նման տարբերակով շատ համեղ է, հա, մոռացա ասեմ, որ չոր ռեհան անպայման փորձեք տապակել կամ պատրաստել չոր ռեհան խառնելով տավարի լյարդին, յուրահատուկ համ է հաղորդում, սև պղպեղ և ախ, շատ համեմունքներ չեմ խառնել, ահա։ Եվ արդեն տավարի լյարդի հետ կմատուցեմ այս մակարոնով փլավը, կարծես արիշտան մեր լինի, համեղ սոուս եմ պատրաստել, սերուցքային պանիր, ձու և կիտրոնի հյութ, հարել եմ, խառնել եմ իրար և լցրել եմ վրան, չնայած առանձին էլ մածնասխտոր եմ պատրաստելու և այդպես կվայելենք արդեն տավարի լյարդի հետ։ Ողջույն սիրելիներս, հուսով եմ լավ եք, ես նույնպես լավ եմ,
Եվ տանից դուրս եմ գալիս, արդեն տեսնում եք, որ հագնվել եմ, նախաճաշարել եմ, կատնաշորը վարսակի ալյուրի հետ խառնել եմ, ձու եմ ավելացրել փխրեցուցիչ եւ արդեն այս հարմար վաֆլի պատրաստելու սարքի մեջ եմ դնում, տեսեք ինչքան ախորժաբեր վաֆլիներ են ստացվել։ Եվ այսօր վանից մեր շենքում, ավելի ճիշտ երեկվանից են բերել արդեն այդ համապատասխան գործիքները եւ երևի թե որոշել են մեր շենքի այդ պատերը ամբողջությամբ մաքրել, քանի որ գրեթե 20 տարի է, մի քիչ էլ ավել երևի շենքը հանձնել են ու ոչ մի անգամ պատերը չէին մաքրել։ Հիմա այգու կողմից արդեն շարում են այս երկաթները, հարկ-հարկ բարձանում են, մեր հարկին են ասել, շրջեմ կտեսնեք մի խոսք։ Մինչև ես ձեզ հետ կզրուցեի, մի քիչ էլ այդ ընթացքում գործ էի արել, այս ժամանակահատվածում տեսեք ինչքան շատ գործ արեցին, մեր հարկից արդեն բարձրացան դեպի վերև։ Տեսեք ներքևում այգում հերթականությամբ իրենք դրել են բոլոր սարքերը, ինչ ասեմ, մատերիալը համարակալված ու շատ այսպես ակտիվ աշխատում են, բայց համոզված եմ, որ այս ակտիվ աշխատանքը ամիսներ կտևի, քանի որ այստեղ շատ դանդաղ են աշխատում, ժողովուրդ ջան, քանի ամիս կարծես թե հյուր ենք ունենալու։ Սա մեր պատշգամբից երևացող հատվածն է, երկաթի մեջ էլ մանուշակս։ Այս էլ խոհանոցի պատկերը, տեսեք, դուրս է գալիս, որ մեր տանը մարդիկ կան, էլի պետք է պտտվեն գնան։ Խոսքով ես աղմուկի մեջ և ստիպված եմ տանից դուրս գալու։ Դեռ շատ աղմուկ չկա, բայց երկաթներ են, չխթխ, պատերին բաներ են մխում, որ երևի ամուր լինի, մի խոսքով այս վիճակի մեջ եմ, նորություններ առանձնապես չունեմ, ուղղակի լավ լուր ասեմ Ֆրանսիայում ապրողների համար, որ արդեն չնայած մի անգամ ասել են, որ ապրիլի 9-ից արդեն սկսվում են տարեկան հաշվետվությունները ամպոյի լրացնելը, ճիշտ լրացրեք եւ արդեն ամպոյից ելնելով էլ արդեն կորոշվի սեպտեմբերին երեխաներ ունեցողների դպրոցի համար տրվող գումարները, իհարկե կստանան սեպտեմբերի օգոստոսին կստանաք այդ գումարները, բայց պիտի որոշվի այս պահին, դե կավից եթե դու գումարներ եք ստանում երեսան, մի փոքր փոփոխություններ են եղել 0.9%-ով, շատ չնչին, բայց ամեն դեպքում երեսաները բարձրացել են, կախված աշխատավարձից, ամպոների թիվը տարեկան տարբեր է լինում և ըստ դրա արդեն որոշվում է 1 երեխա, 2, 3 և այլն կախված ընտանիքի բյուջեից, տեսեք ինչպիսի տվյալներ են և արդեն ըստ դրա դուք կարող եք հասկանալ ձեր կոնկրետ երեխայի համար ինչքան գումար կստանաք։ Գումարները տրվում են մինչև 18 տարեկան երեխաներին, 18-ը լրացած երեխա չի համարվում, ուստի մինչև 18-ը արդեն կախված քոլեջ թե լիսեի, դրանք դուք ուշադիր եղեք և բնականաբար երևի թե արդեն գիտեք։ Այս պահի համար այսքանը, մնացեք ինձ հետ, կհանդիպենք։ Հա, ես երբեք չեմ հիշեցնում, բայց այս անգամ ու այսուհետ ինձ ասել են, որ պիտի անպայման հիշեցնեմ, որ բոլոր ովքեր նայում են անպայման լայք եք սիրելիներս, եթե մեկնաբանություն չեք թողնում, մի փոքր սմայլիկ թողեք տեսանյութի տակ, աստղիկի մասին եմ արդեն ձեզ ասել, աստղիկը տակն է, աստղիկի վրա որ խփում եք, աջ կողմն է, տեսանյութի ներքևի աջ կողմում է, խփում եք ինքը, այսինքն հենց լայքեցիք, աստղիկը գալիս է առաջ, կան մարդիկ, որ հնարավորություն չունեն աստղիկի, բայց հիմնականում ունեն, և արդեն այդ միավորների վրա խփում եք, և որից հետո կցանկանաք մեկնաբանություններ թողեք։ Ուրախ եմ, որ ինձ ամեն օր միանում են նոր մարդիկ, շնորհակալ եմ միանալու համար բոլորիդ, եթե ձեզ շատ բաներ հետաքրքիր կլինի, կարող եք իմ անցած տեսանյութեր նայել, իմ ալիքում կա և խոհանոցային տեսանյութեր, շատ հեշտ, պարզ, բաղադրատոմսեր եմ ներկայացնում և արդեն առօրյա վլոգներ, ինչպես նաև ճամփորդությունների տեսանյութեր, վլոգներ, այնպես որ բազմազան է ալիքիս բովանդակությունը,
կարծում եմ տարբեր ճաշակի մարդկանց դուր կգա։ Դե ինչ մնացեք ինձ հետ եւ իմացեք թե 55-ից հետո կյանքը դեռ չի վերջացել, մարդիկ կանայք հատկապես ինչպես կարելի է կանայք ինչպես կարող են անցկացնել իրենց առօրյան, հանձինս ինձ, ես ներկայացնում եմ ինձ մոտիվացնելով իմ հասակակիցներին, ինչու՞ չէ նաև երիտասարդներին։ Դե այսքանը։ Անցնում եմ 5 քաղաքի այս նեղլիկ փողոցով, դիմացը շատ հայտնի արհեստագետների փողոցն է, ռեստորաններ են, հիմա շրջեմ և տեսեք մյուս կողմում էլ մեր Լիլ քաղաքի Մայր Աստվածածնի տաճարն է, միշտ հաճելի է քայլել այս փողոցով։ Դեռ չափեց մեզ մոտ ուզում ա նորից տաքանա, երեկոյան ժամ է, բայց արդեն ջերմությունը զգացվում է, քանի օրեր սառներ, քամիները հատկապես շատ սառն էին, իսկ հիմա եղանակը կարծես թե կանգ առավ, ցերեկով էր լավ, բայց էլի քամի կար, հիմա տաքացավ, շատ ուրախ եմ որի համար։ Այսօր էլ պատրաստել եմ մի շատ համեղ ու հետաքրքիր աղցան, որի առանձին տեսանյութը կա իմ ալիքում, դուք կարող եք նայել։ Ծով ախեցգետնի ձողիկներով աղցան եմ պատրաստել, իդեպ սա իմ ամենասիրած աղցաններից մեկն էր և պատկերացրեք, որ Կարենն էլ շատ հավանեց։ Էնպես որ դիտեք տեսանյութը, պատրաստեք նույն աղցանից, զարմացրեք ձեր ընտանիքի անդամներին, սիրելիներս, և պատրաստման ընթացքում դուք կծանոթանաք շատ հետաքրքիր լայֆհակի հետ, թե ինչպես կտրել սոխը, որպեսզի մեր աչքերը չարցունքոթվեն։ Ողջույն սիրելի հետևորդներ, մեզ մոտ եղանակները արդեն կարծես թե դեպի ամառային է գնում, ճիշտ է մի քիչ քամի կա, բայց օրը տաք է, ես տաք եմ հագնվել, չիմանալով թե ինչ եղանակ է, այգում եմ, ճուտոյից բերել եմ այգի, արձակուրդներ են արդեն էստեղ սկսվել, այսօր բերել եմ այգի, ծնողները չէին կարող վերցնել իրեն ճամբարից, և մի քիչ կխաղանք այգում, կզբոսնենք ու կտանեմ իրեն տուն, ես էլ արդեն կգնամ իմ գործերով, տեսնեմ ինչպես եմ անցկացնելու արձակուրդի օրերը, հաճելի եղանակ է, դե լավ, առայժմ կհանդիպենք։